Զինվորական երթումը պարտադիր զինվորական ծառայության անցնելու առաջին պատասխանատու եւ ամենակարևոր արարողությունն է։ Զինվորականը երթում է տալիս մեկ անգամ եւ պարտավոր է այն կատարել ամբողջ կյանքում։ Անցած շաբաթ օրը Կապանի Էնզորամասի մի խումբ զինվորներ երթվեցին անձնվիրաբար ծառայել հայրենիքին։ Ծառայություն անցնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում հանդիսավոր կերպով երթվում է անձնվիրաբար ծառայել հայրենիքից Հայաստանի Հանրապետությանը եւ հանունյա չխնայել կյանքս, ենթարկվել Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը եւ օրենքներին, անվերապահորեն կատարել հրամանատարներից հրամանը, պահպանել ռազմական գաղտնիքը, ու թե դրժեմ երթումս թող պատժվեմ օրենքի ամբողջ խստությամբ։ Երթվում է։ Վերջին տարիներին ավանդույթ է դարձել երթման արարողություններն անցկացնել պատմամշակութային վայրերում ու եկեղեցիներում։ Կապանի Զորամասի հրամանատարությունն այն անցկացրեց Գարեգին Նժդեհի անվան հուշահամալիրում։ Վայրը պատահական չէ ընտրված, քանի որ մենք գտնվում ենք մեծն զորավարի Գարեգին Նժդեհի ներքո, չեմ ասում իր հուշարձանի մոտ, այլ իր ներկայությամբ մենք երթում ենք տալիս ծառայելու հայրենիքին, ազգին, պետությանը եւ վայրը մեր համար, հատկապես զինվորականներիս համար շատ խորհրդանշական է։ Երթման արարողությամբ է, որ սկսվում է իսկական ծառայությունը, ասում է Զորամասի հրամանատար Կարեն Սերոբյանը։ Այդ իսկ օրվանից սկսած առավել եւս պարտավորվում են լինել զգոն, լինել խիզախ, պաշտպանել ընտանիքը, ազգը, հայրենիքը եւ ծառայել մեր պետությանը։ Զինվորները գոհ են ծառայությունից, նրանց ծնողները նույնպես։ Երբ չէի նկատում, չէի կարա ճանաչել, բայց վերջ ճանաչեցինք։ Երկու տղա է, իմ միաձել Ղարաբաղում ծառայում։ Հիմա սրանց հետո եմ ընդ Մարտունի 3-ում։ Պետք է թամ իրան էլ տեսնեմ նոր տուն եմ։ Երեխան գոհ է, նորմալ է, 40 օր ծառայում է, նորմալ է, համ սնունդն է, գոհ, համ կա հրամանատարությունից է գոհ։ Զինվորներին շնորհավորելու էին եկել մարզպետարանի ու քաղաքապետարանի ներկայացուցիչներ, հոգևոր հայրեր եւ այլ հյուրեր։ Իրենց զավակներին շնորհավորեցին նաեւ ծնողներ, տատիկներ ու պապիկներ։ Մի տատիկ Գեղագիտական ազգային կենտրոնի գեղանկարչուհի Գայանե Միքայելյանը նույնիսկ նվեր էր բերել Զորամասի հրամանատարին։ Ի սրտե շնորհավորում եմ մեզ բոլորիս, որովհետեւ պահը իսկապես պատմական է։ Պատմական այնքանով, որովհետեւ շարունակաբար մենք վկա ենք դառնում հայկական բանակի նորանոր հաջողություններին եւ կայացմանը, որովհետեւ հայ ժողովրդի լինելիության գրավականը դա մարտունակ հզոր բանակն է, դա մեր անսասան հավատքն է։ Ես մաղթում եմ, որպեսզի մեր զինվորները մեծ ուժով, կարողությամբ, անմնացորդ կերպով կարողանան իրենց ծառայությունը բերել մեր երկրի պահպանմանը, որովհետև պահպանելով հայրենի սրբազան երկիրը, իրենք պահպանում են իրենց առաջին հերթին իրենց ընտանիքներին, իրենց քույրերին եւ մայրերին։ Եվ այսօր, երբ մենք կարողանում ենք մեր գլուխը հանգիստ դնել բարձին, դրանով պարտական ենք Աստծուն եւ մեր զինվորներին։ Իմ եւ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի անունից մեր բարեմաղթանքներն ենք հղում ձեզ, որպեսզի դուք կարողանաք ծառայել հայրենիքին այնպես, ինչպես ծառայել են ձեր ծնողները, ձեր քեռիները, ձեր հորեղբայրները, պապերը, այն բոլոր տղաները, ովքեր քաջ գիտակցել են, որ հայոց աշխարհի փրկությունը միայն բանակ ունենալու մեջ է։ Այստեղ հնչեցին սուրբ եւ հզոր խոսքեր։ Ծառայում ենք Հայաստանի Հանրապետությանը։ Մենք բոլորս ենք ծառայում։ Ծառայում ենք դուք ծնողներ, որ ունեցաք այսպիսի անուշ ու բարի երեխաներ, որոնք չխուսափեցին եւ գտնվում են մեր զորքում։ Ես ուզում եմ, որ դուք հասկանաք, ամենակարևոր գործը, որ դուք անում եք, սիրել ու պաշտպանել ձեր հայրենիքը, ձեր ընտանիքը։ Ապրեք առողջություն եւ մեծ մարտականություն։ Առաջի անգամ որ մի բան է կատարվում, ուզում ես նշել, չէ՞ Սամվել ջան։ Ուրեմն տեսեք, ես կնել եք որ պիտի ասեմ, բայց Ղափանում չի եղել։ Հայաստանում շատ եմ եղել եւ ուրիշտեղ, բայց Ղափանում չի եղել ու ես նկարել եմ մտքով, այսինքն պատկերացնելով որ այնտեղը որտեղ ծառայում են մեր զինվորները, կա եկեղեցի, կա գյուղական պատկերներ եւ կա ներշնչանք եւ զինվորի եւ ուժի նմանացան ձիերը, նժույգները։
Ես կարծում եմ, որ մեր բոլորի անունից եմ ես դա։ Ես գիտեմ, որ դուք եք կուզենայիք մի անուշ լավ բան ասել եւ նվիրել նրանց։ Դու տվեք եսին ստեղծագործությունը, որը եկեք մի քիչ լոպազանամ, աշխարհի տարբեր թանգարաններում է կախված։ Եկեք ես նվիրեմ Վաշտին հանձնեմ ձեզ։ Շնորհակալություն։ Ցանկանում եմ բոլորի տարօրություն, բարի վերադարձ։ Թող դժտերի թևավոր խոսքերը լինեն ձեր սրտերում։ Հայրենիքի համար կատարած պարտքը բոլորիս պարտքն է։ Ես ինքս լինելով երկրորդ ծնող շատ հպարտ է, որ այսօր գտնվում եմ իմ թորանս երդմանը։ Ողջունում եմ բոլորին, առողջ լինեք, բարի վերադարձ։ Բանակն է երկրի անվտանգության երաշխիքը, ուստի հայ զինվորին առողջություն եւ անվտանգ ծառայություն մաղթենք։ Օգոստոսի 14-ից 21-ը Վրաստանում կայացավ Սև ծով Դելֆին 2015 շախմատի միջազգային մրցաշարը, ուր փայլուն հանդես եկան նաև կապանցի երկու մարզիկներ՝ Տիգրան Աթայանը եւ Գագիկ Մանուչարյանը։ 10 տարեկաների խմբում առաջին տեղն ու գավաթը նվաճեց Տիգրան Աթայանը։ Սա նրա մասնակցությամբ առաջին միջազգային մրցաշարն էր։ Դժվար էր, բայց ես կարողացա առաջ տեղը վերցնել։ Բոլորն էլ վրացիներն էին, ես պայքարում էի, որպեսզի առաջ տեղը վերցնեմ եւ վերցրեցի։ Տիգրանը շախմատ խաղալ սկսեց դպրոցից, ուր դասավանդվող համանուն առարկան հետաքրքրեց տղային։ Մեկ տարի է արդեն ինչ հաճախում է նաև շախմատի խմբակ եւ հասցրել է մի շարք հաջողություններ ունենալ, հպարտության առիթ տալով նաև ծնողներին։ Դա անսահման ուրախություն, երջանկություն, հպարտություն, ինձ թվում է յուրաքանչյուր ծնող այդպիսի զգացողություններ միայն կունենա։ Ճիշտն ասած հիմա էլ չեմ հավատում, որ ինքը այդքան մեծ հաղթանակի արժանացել։ Շատ ուրախ եմ ու հպարտ։ Տիգրանը չնայած դեռ 10 տարեկան է, բայց արդեն ունի հստակ երազանք՝ շարունակել շախմատի արքաների ճանապարհը։ Երազանք ունեմ դառնալ լավ շախմատիստ եւ աշխարհի չեմպիոն։ Ես դրա համար պարապում եմ, նայում եմ պարտիաները, որպեսզի կարողանամ դառնալ աշխարհի չեմպիոն։ Սիրում եմ Մագնուս Կառլսոնի պարտիաները։ Ես նայում եմ այդ պարտիաները եւ ամեն մի պարտիայից սովորում եմ ինչ-որ մի բան։ Վրաստանում կայացած շախմատի առաջնությանը 12 տարեկաների խմբում երկրորդ տեղը զբաղեցրեց Գագիկ Մանուչարյանը, ում համար այս մրցաշարը եւս մեծ փորձություն էր։ Առաջին փորձն է, որ գնացել եմ երկրից դուրս միջազգային խաղերի, երկրորդ տեղ եմ բռնել 7 միավորից 6 միավոր, կես միավոր որ կարողանայի վերցնել, առաջին տեղ կդառնայի արդեն։ Ավելի լավ եմ պարապելու, որ մյուս տարի կարողանամ գրավել առաջին տեղը։ Տղաները ամեն օր են շախմատ խաղում, մարզվում, հետաքրքրվում ոլորտի գաղտնիքներով։ Ասում են ամեն ինչ են անելու, որպեսզի հետագայում օլիմպիական չեմպիոնի դափնից զարդարի նաև իրենց ուսերը։ Ի ուրախություն դպրոցականների սեպտեմբերի 1-ին տեղումներ չեն լինի։ Այս մասին այսօր հայտարարեց Սյունիքի մարզային հիդրոմետծառայության պետ Ժորա Գևորգյանը։ Սեպտեմբերի 1-ից 5-ը սպասվում է առավելապես տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-ից 5 աստիճանով, սեպտեմբերի մինչև 5-ը հովտային շրջաններում օդի ջերմաստիճանը սպասվում է 33 մինչև 28-ից 33 աստիճան, լեռնային շրջաններում 22-ից 27 աստիճան։ Ժորա Գևորգյանը մանրամասն ներկայացրեց նաև ամբողջ սեպտեմբեր ամսվա կանխատեսումները։ Սպասվում են բարենպաստ եղանակային պայմաններ։ Օդի ամսական միջին ջերմաստիճանը հովտային շրջաններում սպասվում է 19-21, լեռնային շրջաններում 12-13 աստիճան, որը մոտ է բազմային միջին արժեքի։ Առանձին օրեր սպասվում է ջերմաստիճանի օդի ջերմաստիճանի բարձրացում հովտային շրջաններում 33-ից 35, նախալեռնային շրջաններում 23-ից 26 աստիճան, երրորդ տասնօրյակում սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում, գիշերը հովտային շրջաններում 7-ից 10 աստիճան, լեռնային շրջաններում 4-ից 6 աստիճան։ Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ, հովտային շրջաններում 19-ից 41 միլիմետր, լեռնային շրջանում 19-ից 61 միլիմետր։ Այսօր ամռան օրացույցային վերջին օրն է, բայց եղանակը դեռ ամառային է լինելու, ասում է օդերևութաբանը։ Ամռան արևը շարունակելու է ժպտալ ու ջերմացնել բնությունը։
Ամռան ավարտը կլիմայական բնութագրությամբ համարվում է այն ժամանակը, երբ օդի ջերմաստիճանը, օրական միջին ջերմաստիճանը 15-ից ցածր է լինում։ Սյունիքում հովտային շրջաններում սեպտեմբերին դեռևս շարունակում է եղանակային պայմանների ամառային ռեժիմը, իսկ լեռնային շրջաններում սկսում է աշունը 1979 թվականին օդի ջերմաստիճանի կտրուկ իջեցում է նկատվել, բարձրադիր գոտիներում տեղացել է ձյուն։ Առաջին ցրտահարությունը դիտվել է 79 թվականին։ Սյունիքում հաճախակի դիտում է մառախող, հովտային շրջանում նախալեռներում 6-ից 11 օր, իսկ լեռնային շրջաններում 14-ից 19 օր։ Փաստորեն արևոտ եղանակներ դեռ կլինեն, եւ մենք էլ ստիպված չենք լինի ժամանակից շուտ տաք ու ծանր հագուստներ կրել։